Նոր պատերազմի սպառնալիք խաղաղության փաթեթով համենայն դեպս ըստ Սուրեն Սուրենյանցի Հայաստանի եվրոպական ձգտումները հեփի էնդի մասին չեն հուշում։ Այս անգամ կոնֆրոնտացիա է մյուս կողմում ոչ թե Ադրբեջանն է օրինակ, այլ Ռուսաստանը։ Այդ մարդը, որ խաղաղության կարգախոսով ընտրարշավ էր վարում, այս բոլորիս էլ մեղադրում էր պատերազմի եռագլուխ կուսակցություն լինելու մեջ, այդ մարդը իր վերընտրությամբ բերել է պատերազմ։ Հուլիսի սկզբին նախ Բաքու, ապա Երևան այցի է պատրաստվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ըստ Ազատության աղբյուրների։ Ավելի վաղ պոլիտիկոն հայտնել էր պատվիրակության կազմում կլինի նաև և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Հայաստանը Ռուսաստանի ինտենսիվ և հետևողական ճնշման տակ է։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը անանուն մնալու պայմանով լրատվամիջոցին ասել է. «Բարձր պաշտոնյաները գալիս են, որ աջակցության ուժեղ ազդանշան լինի Հայաստանին»։ Եվրամիությունը օգտագործում է Նիկոլ Փաշինյանի այդ հիվանդ նկրտումները իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար։ Նրանք իրականում օրակարգ ունեն Բաքվում, էներգետիկ օրակարգն է, անվտանգային օրակարգն է, իսկ Հայաստանին օգտագործում են որպես հակառուսական ֆորպոստ։ Շատ կանխատեսելի կուրս է, Հայաստանի համար ավարտվելու է ողբերգական հետևանքներով։ Տնտեսական հետևանքներն արդեն տեսանելի են։ ՏԻԱՏՄ շուկան գրեթե փակ է հայ տնտեսվարողների համար։ Մինչդեռ հայ պաշտոնյաներն ազդարարում են, թե հայկական ծիրանի առաջին սիմվոլիկ խմբաքանակն է հասել Եվրամիություն՝ 7 հատ ծիրան։ Սիմվոլիկ ինչ-որ ժեստեր են անում, որը ավելի շատ քարոզչական աղբա, որով մեր հասարակության ապակողնորոշում են։ Ակնհայտորեն Եվրամիության ոչ շուկաներն են բաց մեր համար, ոչ էլ Եվրամիությունը ֆինանսապես պատրաստ է հատուցել այն վնասները, որոնք գալու են հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հետևանքով։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ այս օրերին Լեհաստանում Ուկրաինայի վերականգնման համաժողովին է մասնակցելու։ Ինչ գործ ունի Երևանը ռուս-ուկրաինական հակամարտության արանքում, հարցնում է Սուրենյանցը։ Ընդ որում, Երևանը դիրքավորվել է դաշնակցի թշնամու կողմում։ Հետևանքը պարզ է։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։